Մինչև տեսանյութին ասել է բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք աշխարհում տիրող իրադարձությունների մասին։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Կիսագուլյանի ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկությունները ազգային անվտանգության ծառայություններում առկա չեն։ Տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է Հայաստանի Հանրապետության դատախազություն։ Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերական ոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական կոմիտեի նիստ։ Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին։ 2015 թվականին Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Բայց ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ ունենք այսօր, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև ցավոք մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է։ Մենք նաև նոր իրողության բերումով երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները եւ հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերական ոլորտում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է. Ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզության եւ պայթյունավտանգ առարկաների հեռացում Շուշի-Լիսագոր ճանապարհին, շուրջ 3 կիլոմետր հատվածում։ Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք եւ ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա։ Փլուզվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օդելյան ռեստորանի խոհանոցի առաստաղը։ Գազո։ Նոյեմբերի 29-ին ժամը 12:12-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օդելյան ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել արտաքին իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խմբեր, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Սիրյանուշ Նեիդին, ծնված 1958 թվականին։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է համավարակի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը։ Այսօրվա տվյալներով գրանցվել է 356 հաստատված դեպքեր, առողջացածները 1078 են, փաստացի բուժվողները 23976-ը, մահվան ելքերը 22, մահվան ելքերը այլ պատճառով 538 են։ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվար անցանելի են։ Վայոց-Ձորի մարզի Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածում մերկասառույց է։ Դժվար անցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը, Լիսագոր-Շուշի հատվածում առախուղ է եւ թույլ տեսանելիություն։ Ջալալ Հարությունյանն առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է։ Նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից։ Armenpress-ի ազրույցում մասին ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։